Միասին փաթեթավորենք իմ առաջին պատվերները։ Վերցրեցի Վալբերիզում 2, իսկ Instagram-ով 1 պատվեր։ Վիդեոյի վերջում ցույց կտամ ստատիստիկան, իսկ հիմա եկեք միասին փաթեթավորենք։ Սկզբում պատրաստում եմ տուփերը, որը իմիջիայլոց քիչ ժամանակ չի խլում։ Այս ընթացքը շատ հաճելի է եւ ես այն մեծ ոգևորությամբ եմ անում։ Առաջին պատվերը 1 հատանոց է, ընտրել էին սպիտակ բանտը։ Երկրորդ տարբերակը նորից 1 հատանոց է եւ ընտրել էին արդեն սև տարբերակ։ Իսկ արդեն երրորդ տարբերակը բաղկացած էր 4 գույներից։ Այս պատվերը պետք է ուղարկեմ հայ փոստով, տեսեք ինչքան սիրուն են։ Սկզբում ստուգում եմ, որ ամեն ինչ նորմալ լինի, հանկարծ ոչ մի վնասվածք չլինի եւ սկսում եմ փաթեթավորել։ Իմիջիայլոց նշեմ, որ բանտերը պատրաստված չէին ժապավեններից, որը որ շատերն էին նշել։ Դրանք պատրաստված են կտորից, որը ես առանձին ձևել եմ, կարել եւ երկու շերտ միացրել իրար։ Նույնիսկ չգիտեմ ինչու են ժապավենների անուն տվել, քանի որ այստեղ պարզ երևում է, որ այն պատրաստված է կտորից։ Դե ինչ, այսպիսի գեղեցիկ տուփիկներ ստացանք եւ հիմա տեղավորում եմ տոպրակների մեջ ուղարկելու համար։ Իհարկե կարող էի սովորական տոպրակների մեջ միանգամից դնել, բայց ես այնպես եմ մտածել, որ փաթեթավորումը արդեն նվերի տեսքով լինի։ Տպեցի շտրիխ-կոդերը եւ վազում եմ մասնաճյուղ ուղարկելու համար։ Իսկ մեծ տարբերակը կուղարկեմ հայ փոստով վաղը, քանի որ այսօր կիրակի է։ Դե ինչ, իսկ սա էլ ստատիստիկան է, թե մեկ օրում ինչքան դիտում է հավաքել իմ Վալբերիզի էջը։